եկեք տեսնենք, որ մենք տեսնում ենք երրորդություն Աստծուն։ Թեև ասում է Աստված, եզակի, չի ասում Աստվածներ, Աստված, որտեղ Աստված մեկ Աստված է, բայց այդ Աստվածը եռամեկ Աստված է, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ուրեմն ասում է երկիրը անձև ու պարապ էր եւ անդունդի վրա խավար կար Աստծո Հոգին ջուրերի վրա կշարժեր։ Եվ Աստված ասավ լույսը լա եւ լույս եղավ։ Եվ տեսավ Աստված, որ լույսը բարի է, ու Աստված լույսը խավարեն զատեց։ Եվ Աստված խոսեց եւ այդ խոսքը հենց դուրս գալուն պես եւ ինչ խոսեց Աստված ասաց լույս լինի։ Եվ ասում է լույս եղավ։ Ուրեմն Հայր Աստվածը հրամայեց կամ խոսեց, պատվիրեց, ասաց լույս լինի։ Եվ իր ծոցից, իր էությունից բխեց խոսքը, հավիտենական լոգոսը, որը որդին է։ Հենց որ խոսքը հայտնվեց որդին, որը Հովանու ավետարանում հենց առաջի գլխում կարդում ենք, սկզբեն էր բանը, չէ՞։ Բանը Աստծո մոտ էր եւ բանն Աստված էր։ Աստծո մոտ էր, այսինքն Աստծո մեջ էր նաեւ, այսինքն նրանք իրար մոտ այդ իմաստով են մոտ, նրանք եւ այնքան մոտ են, որ իրար մեջ են երրորդությունը։ Եվ հաջորդ անձը Աստվածության, ասում է հոգին ջրերի վրա շրջում էր։ Այստեղ տեսնում ենք Սուրբ Հոգին, ասում է Աստծո Հոգին կամ Աստված Հոգին կամ Հոգի Աստվածը, երրորդության երրորդ անձը, երրորդ դեմքը, չէ՞։ Ջրերի վրա շրջում էր։ Գիտեք, բնագրի մեջ այդ շրջում էր բառը ինչ է նշանակում։ Այդպիսի իմաստ կա, ցնցում էր եւ տեսքի էր բերում կամ տեսք էր փոխանցում կամ բովանդակություն, իմաստ էր դնում այդ անձև իրականության մեջ։ Ամեն ինչ բերում էր տեսքի, չափի, ներդաշնակության մեջ։ Ըստ խոսքի, որ խոսվել էր, Հայրը պատվիրել էր եւ ահա այս process-ը գնում էր եւ տեղեր ունենում արարչագործություն։ Ուրեմն Աստված ասաց լույս լինի, չէ՞ առաջինը, իրոք։ Եվ այդ հետարքիրը, այդ նույն միտքը մենք կարդում ենք 2 Կորինթացիներ 4 գլուխ, եկեք կարդամ։ Հետևյալ խոսքը 2 Կորինթացիներ 4 գլուխ 6 խոսքն է։ Վասնզի Աստված, որ հրաման երավ խավարեն լույս ծագել, այն, որ Աստված ասած լույս ծագել, ինք մեր սրտերու մեջ ծագեց Աստծո փառած գիտության եւ լույսը տալու համար Հիսուս Քրիստոսի անձովը։ Ուրեմն այդ խորհուրդը կատարվեց նաեւ մեր դեպքում, մեր վրա։ Երբ որ ասում Աստված ասած լույս ծագել, լույս ծագի եւ այդ լույսը ասում մեր սրտերի մեջ ծագեց։ Եվ ճիշտ հենց այդ վիճակն էր, գիտեք, մենք էլ անձև ու պարապ էինք։ Պարապ այսինքն անբովանդակ էինք, անիմաստ էինք, լսում եք, քաոս էր, ոչ մի ներդաշնակություն, ոչ մի նորմալ բան չկար, խառնված էր, գլուխ, նիվար, սաղ, խախտված էր, և Աստծո հոգին, ինչպես են դեպքում, որ ասում է շրջում էր, ցնցում էր և տեսքի էր բերում, չափի էր բերում, բովանդակություն էր հաղորդում ամեն ինչին, այդ նույն բանը կատարվեց, ասում է մեզ հետ, օրհնյալ լինի Տիրոջ անունը, ասում է նա, որ ասաց, այս լույսը մեր սրտերի մեջ ծագեց, և այդ Սուրբ Հոգին, նույն Սուրբ Հոգին, որ այնտեղ շրջում էր և արարչագործություն էր տեղի ունենում, եկավ մեր մեջ և այդ քաոսը մեր ներսի փոխեց և բերեց մեր մեջ բովանդակություն և ասելով բովանդակություն նկատի ունի Աստծո խոսքը, այսինքն այն ինչ որ ես ասում եմ, ձև և բովանդակություն, նկատի ունի կյանք, որդու կյանքը,
այդ բովանդակությունը իմաստավորված կյանքը որդու կյանքն է, որը բարի ամբողջ իմաստով կոչվում է կյանք։ Եվ այն կյանքը, որ մենք կոչել են կյանք, մարդը, որ ասում է իր մարդկային կյանքը, ներկայացնում է կամ մտածում է, որ դա կյանք է, դա այդ քաոսն է։ Դա այդ անձև ու պարապ վիճակն է կամ դատարկությունն է, խառնված ամեն ինչ։ Եվ քանի դեռ Աստծո հոգին, Աստված ինքը չի հայտնվել քո կյանքում, դու այդ պարապ ու անձև, այդ անդունդն ես դու եւ խավար կա այդ անդունդի վրա։ Մարդու էությունը սա է։ Բայց օրհնյալ լինի Տիրոջ անունը, ասում նա մեր սրտերի մեջ ծագեց։ Ով կասի, որ նա իմ սրտում ծագել է։ Նա իմ սրտում ծագել է։ Ով նա, ինքը աշխարհի լույսը։ Օրհնյալ է մեր Տերը, մեր Փրկիչը, մեր Հիսուս Քրիստոսը։ Նա այդպես ուզեց, նա հավիտենությունից ուներ այդ ծրագիրը, որ պիտի գա ու ծագի մեր սրտերում։ Ու պիտի բնակվի մեր մեջ, եւ ամեն ինչ պիտի բերի իր ուզած չափին ու ձևին։ Աստծո համար շատ կարևոր է ձևը, արտաքին դրսևորումները, որտեղ լինում են, գիտեք, մարդիկ հավատացյալներից, ասում են, դե բանը ինչ կարևոր է դուրսը, կարևորը սիրտն է, կարևորը ներսն է։ Աստված սրտին է նայում, գտել են համար, կտրել են այն մնացած համարներից, Աստված սրտին է նայում։ Այո եւ ամեն, Աստված սրտին է նայում, բայց Աստված սրտին նայելով, էլի նայում է բաներ կա, որ նայում է, չէ՞։ Ասում է, այդ սրտի արդյունքն ինչ է։ Եթե սիրտդ ճշմարտություն է, եթե սիրտդ իրոք փոխված է եւ այդ լույսը քո սրտում ծագած է, այդ լույսը պիտի տարածվի նաեւ դրսում էլ, չէ՞։ Այսինքն քո կյանքի վրա, քո գործունեության վրա, քո քայլերի, քո խոսալու մեջ, քո պահվածքի մեջ, քո ամեն ինչի մեջ պիտի այդ լույսը, այսպես ասած, իրականությունը հայտնվի, չէ, արտահայտվի, որ քո ներսում լույս կա։ Լույսը քո մեջ ծագել է։ Դա պիտի արտահայտվի, թե չէ, պիտի երևա ինչ-որ ձևով։ Իրոք, քրիստոնյա ազնվորությունը, հոգևոր մարդը պիտի տարբերվի աշխարհի մարդուց, թե չէ։ Այո, նաև դրսով, իր հագուստով, իր չգիտեմ, արտաքին են բոլոր բաներով, վայելչությամբ, չէ իրա, որ ամեն ինչը վայելուչ լինի։ Աստծուն հետաքրքրում է նաև տեսքը, ձևը, իհարկե, բայց այդ ձևը երբեք Աստված չի ուզում, որ ուղղակի կտրված կյանքից, Քրիստոս կյանքից սարքած մի հատ ձև լինի։ Այսա արդեն զզվելի Աստծուն։ Բոլոր այն ձևերը, որոնք հետևանք չեն այդ ներսի փոխված կյանքի, Քրիստոս կյանքի, որ եկել է քո մեջ։ Եթե դու թողել ես, արգելափակել ես այդ կյանքը քո մեջ ու դրսից ինչ-որ բան ես սարքում, նմանացնում, նմանակումով ես զբաղված, դա շատ զզվելի է Աստծուն։ Դու քեզ քրիստոնյայի ես նմանացնում։ Տերը մեզ չի եկել նմանացնի քրիստոնյայի, Տերը եկել է, որ մեզ դարձնի քրիստոնյա։ Տիրոջ խաչվելու այդ գինը վճարելու նպատակը դրանում է կայանում, որ հնարավոր դարձնի, որ մեր մեջ ներդնի իր կյանքը, որդու կյանքը Աստված այդպես սիրելով հնարավոր է դարձնել, գնացել է այդ քայլին, չէ՞, միակ ճանապարհով, որ իրավունքով արդարացիորեն կարողանա իր ստեղծած մարդու մեջ ներդնի, բերի իր որդու կյանքը, այդ կյանքը, որը հոր ծոցից դուրս եկած կյանքը, որդու կյանքը, գիտեք, որ այդ կյանքն էլ բերի են արդյունքը կամ դրսևորի են բոլոր ձևերը, ճիշտ ձևերը, որոնք կամ դրսևորումները արտաքին, որոնք հենց Աստծո փառքի ծառայող եւ Աստծո սրտի համեմատ են։ Ուրեմն մեր խնդիրը գլխավոր հարցը որն է, ոչ թե կենտրոնանանք ձևի վրա, այլ կենտրոնանանք բովանդակության, կյանքի վրա եւ չխանգարենք, որ կյանքը մեր մեջ ինքնադրսևորվի։
Իսկ ինչն է խանգարում, որ որդու կյանքը, որ ասում եմ, մենք վերստից ծնվել ենք, այո եւ ամեն, ովքեր այդ խոսքի համաձայն իհարկե իսկապես ապաշխարել են եւ Աստծո հոգուց եւ Աստծո խոսքից ծնվել են, փառք Տիրոջը։ Բայց այդ ծնված լինելը, արդյոք դա եղբայրն ասում էր, այդտեղ վերջանում ամեն ինչ, նպատակը վերջնական դա էր։ Մենք ծնվեցինք, որ ապրենք։ Հա, ուրախանում ենք, երեխան ծնվեց, հետո շատ լավ էր, ծնվեց։ Բայց այդ երեխան ծնվեց, որ ապրի, որ սկսի գնալով հասակ առնել, որ իրա մարդ էակ որպես սկսի, չէ, եկել ասում է, վայ սկսեց ձայն անել, վայ խոսած, վայ ես ինչ բառն ասեց, վայ սկսեց քայլել, վայ սկսեց ինչ որ արդեն իրա միտքը օգտագործել եւ ինչ որ բաներ տրամաբանել, վերջը ընթացք է, չէ։ Այդ ծնվելով ոչի, ծնունդը սկիզբն է։ Ինչ է կարծում, երկնավոր հայրը իր զավակների համար նույն անհանգստությունը այդ իմաստով չունի, ինքը ժամանակի մեջ չի սպասում, որ այսքան ժամանակ անցել է այս տղայիս, այս աղջկաս վրայով, արդեն ինքը պիտի քայլեր, ինչի չի քայլում։ Ինքը պիտի խոսեր արդեն, ինչի չի խոսում։ Ինքը պիտի այս կարողությունները արդեն ունենար, հասակը տարի ժամանակի առումով։ Ոնց որ այդտեղ Պողոս ասում է, չէ, ժամանակին նայելով ասում է, դուք պիտի սովորեցնող լինեիք, բայց տակավին հələ կաթի կարոտ եք։ Մնացել եք կաթնակերի մակարդակի։ Ինչ ա եղել։ Պատճառը ո՞րն է։ Արգելափակվել է կյանքը։ Մեր խնդիրը սա է, որ ծնվելուց հետո մենք հանձնվենք, ասենք Տեր, ես իմ անձի Տերը չեմ, ինչպես դու եկար իմ մեջ, տիրիր իմ ողջույթությունը, իմ հոգին, շունչը, մարմինը քեզ է պատկանում, ու փոխիր, վերափոխիր եւ վերանմանացրու քեզ ամեն առումով, որտեվ այդ նույն ծննդոց գրքում այդպես ասած, այդպես նախ ուզեց, հետո էլ նորից խոսեց եւ ասաց մեր պատկերով եւ մեր նմանությամբ մարդ շինենք, չէ՞, հիշում եք այդ խոսքը, կարամ կարդամ։ Ինչ ասեց, մեր պատկերով եւ մեր նմանությամբ։ Այստեղ պատկեր նմանություն, այսինքն եւ ներսով, եւ էությամբ, եւ դրսեւորումներով, հասկանում եք, Աստված հոգի է, մեզ էլ հոգեղեն էակ ստեղծեց որպես։ Բայց խնդիրը, երբ որ ինչ տեղի ունեցավ, մենք գիտենք, երբ որ դա արգելափակվեց այդ Աստծո նախատեսած ընթացքը, այդ մեղքի պատճառով, ամեն ինչ թարսվեց ու գնաց լրիվ ուրիշ ուղղությամբ, այդ քաոս, այդ խավարը, որ եկավ եւ այդ ամեն բանը այդպես ասած տակն ու վրա փոխվեց, դարձավ անձև ու պարապ, այդ մեղքի պատճառով եղավ, մեղքը ամեն ինչ դարձնում է անձև ու պարապ, անպիտան, բայց այդ իրականության մեջ Աստված էլի չխորշեց, չէ մեզանից, չասեց դե գնացեք ինչ ուզում եք եղեք։ Այնպես սիրեց ասում Աստված աշխարհը։ Աշխարհի քարը, ծառը, թուփը չէ։ Դա էլ ինքը ստեղծել, բայց աշխարհը ասելով, աշխարհի զարդը, որ այդ աշխարհը ստեղծել էր Աստված մարդու համար, այսինքն մարդուն այնպես սիրեց, որ մինչև անգամ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով որ հավատա, չկորսվի, բայց սա ամբողջը չի, չկորսվելը մենակ, հա, ինչ լավ է, չեմ կորսվի, չէ, սա չի, չկորսվելը մի մասն է նրա ծրագրի, այլ հավիտենական կյանք ունենա, եւ այդ կյանքը Հիսուսը Հովանու 10:10 ասում է, ես եկա, որ կյանք ունենան, Հովանու 10:10, ես ինչու եկավ Աստծո որդին ծնվեց, մարմնով հայտնվեց, Աստված մարդացավ, ասում է, որ կյանք ունենան, որ բովանդակություն ունենան, չմնան անձև ու պարապ, խավարի մեջ, իսկ դրա վերջը ինչ կլիներ այդ անձև ու պարապ, այդ խավարի մեջ մնացած իրականության վերջը, դատապարտություն,
Բայց տեսեք Աստծո սերը, ասում այնպես սիրեց, որ տվեց իր որդուն։ Օրհնյա լինի, եւ դա արդեն կատարվել է։ Այդ մեծ հրաշք, այդ մեծ ողորմությունը, սիրելի հոգի, դու երանի իրոք հասկանանք ու գնահատենք, այս ինչ է արել Աստված։ Այդ ինչ գնով է արել Աստված։ Իր միածին որդուն տալու գնով, որ դու այդ անձև ու պարապ վիճակից դուրս գաս, այդ դատապարտությունը հավիտենական վերցվի քո վրայից։ Դու բերվես իր ուզած բովանդակությանն ու ձևին, տեսքին, պատկերին, Հիսուսով վերագտնես, վերականգնվես Աստծո նկատի ունեցած մարդ արարածի այդ էության ու պատկերի մեջ։ Ինքը ունեցել է մինչև ստեղծելը, թե ինչպիսի պիտի լինի մարդը։ Սա պիտի լինի մեզ անաքս տասնող հարցը։ Տեր, ինձ նմանեցրու, ներսով, դրսով, ամեն իմ ողջ էությամբ, իմ հոգին, շունչը, մարմինը։ Նմանացրու քեզ, Տեր։ Ես չանեմ այդ բանը, որտև հենց որ մարդը թողելով կարևոր այդ պայմանը, ինքը անցնում է Տիրոջը նմանվելու, արդեն ինքը խոտոր ճանապարհի մեջ է։ Դու ո՞նց կարաս իրան նմանվես։ Ոնց որ գիտեք այդ ինչի է նման։ Կավը բրուտի ձեռից դուրս, ասի չէ, թող ոչինչ, ձեռդ կարևոր չի քո ձեռները։ Հեսա ես ինքնա կստեղծվեմ, ինքնա կդրսևորվեմ, չգիտեմ, ինքս ինձ պատկեր կտամ հեսա։ Կավը ինքն իրան կարա փոխի։ Կարա։ Կավի փոխողը բրուտն է, ասում է ես բրուտն եմ, դու կավը, հենց Աստծո խոսքը այդպես էլ համեմատություն անում։ Կավին մի բան է պետք, ինչ։ Մնա բրուտի ձեռքերի մեջ։ Եկել ես, հանձնվել ես, ուր ես խաղեր կներեք, խաղեր տալի եմ ասում, այսինքն էլ ընդեք բաներ ես, ասում ես սպասի բրուտ, քեզ օգնեմ մի քիչ։ Այս բանը ոնց որ այդքան է լավ չարեցիր։ Այս հարցը խիս ես լուծե, բայց խի հարցը, քո ինչ գործն է, դու ինչ խելք ունես, մարդ։ Դու եկել ես իրոք, հանձնվես, վստահես բրուտին, հավիտենական Աստծուն, որ քո ստեղծողն է, թե եկել ես իրան ցուցումներ տաս, թե ոնց կերտիկ ես, որը ոնց անի, հանձնվիր։ Ոնց որ այս նույն երկրորդ Կորինթացիների 5 20 խոսքն ասում է, ուրեմն Քրիստոսի կողմանե որպես դեսպանություն անուններ աղաչում ենք ձեզ։ Ում ասում, գիտեք հավատացյալներին նախ, իհարկե աշխարհի մարդկանց էլ է ուղղված, բայց որքան հավատացյալներ։ Այս խոսքի իրոք բան համապատասխան վիճակում է։ Ինչ է աղաչում։ Ասում հաշտվեցեք Աստծո հետ։ Հա դու եկել հավատացյալ ես դառել, բայց հարցեր ունես Աստծո հետ չի բռնում, չի համընկնում, ես սենց եմ ուզում, ո՞նց է ես սենց եմ ուզում։ Ախ դու ով ես որ ասես ես սենց եմ ուզում։ Դու Աստծուց ավելի խելոք ես, ավելի լավ գիտես քեզ ինչ է պետք։ Սա խոնարհություն է, չէ՞։ Ասում խոնար, ո՞րն է խոնարհվելը ճշմարտության առաջ խոնարհվելն է։ Ընդունելն է այսինքն ճշմարտությունը։ Դե չէ ինչ է խոնարհվել։ Խոնարհվել նշանակում է ճշմարտությանը հնազանդվել։ Ոմանք ես իմ ինչ ձևերով են մտածում խոնարհություն, որ տեսք ընդունեմ, ձև ընդունեմ։ Տեր օգնական լինի, տարիներ առաջ, հիմա հերս ննջել է, ինքը ծանր էր լսում, խնդիր ուներ էլի, տենց գնացել էր բժիշկի պոլիկլինիկա, ասել են ամեն դեպքում բեր մի հատ ակաշներ լվացում անենք։ Կոքնի էլի։ Բայց ասել են սենց բանկա կգնաս, ամենականջը չգիտեմ քանի կաթիլ ձետ կկաթացնես։ Ինչ-որ տենց պրոցեդուրա կա, որ փապկի հետո կգաս այդ լվացումը կանենք։ Հեր դու հեր։ Ախր մենակ այդ խնդիրը չուներ, հոտառությունն էլ լավ չէր իրա։ Այդ զգայարանն էլ գրեթե չէր գործում։ Գալիս է, թե չեմ հիշում, որտեղից տեսնում է, ձեթի նման սրվակ, մեջը բան։
վերջնում է ասում է դե ձետ կլնելի։ Ու այդ դրանից կաթացնում է ականջների մեջ մի բան էլ ավել է կաթացնում, չգիտեմ։ Վերջում ինչ է պարզվում։ Դե սկսում է վառվել ու ինչ որ բան էլ գալիս է արդեն աղջիկներին, քուրերիս բան, ընդ մորս։ Էս ինչ ալում իմ այդ բան։ Վերջը նա ինչ ես արել։ Վերջում է տեսնում են, գիտեք, այդ առաջ, չգիտեմ, հիմա կա թե չէ, այդ ծառերի վրա որ սրսկում էին վնասատուների, կարատե դեղ կար։ Որ դրա եսի մի քանի գրամը մի դույլի հետ բացում ես, ունես թույնա, որ այդ կարատեն առանց բացելու հենց ինքը թույնը լցել էր ականջները։ Զանգեցինից Արի հասի, սենց պապանսս բան արի, այն բար, աղոթելով գնացի հասիշ, արի տղա ջան, ես իմ բան արեցի, հիմա զաղչում է, ինչ ասում եմ հեր ջան, ախր դու գիտես, որ հոտարությունը են չի կամ, մի հատ ցույց տայր մեկին, ինչ անեմ տղա ջան, արդեն արել եմ, իրոք էլի չէ։ Վերցրի առաջի մոտակա հիվանդանոցը արագ, գնացել եմ գիշեր էր, գիտեք, գիշերվա 11-ն է, մոտավորապես, ծեծում եմ ընդ հերթապա եկա, ասում եմ, բանը, սենց բան է եղել, առաջի օգնություն, ասում եմ, ինքը մեր թեկումով հիվանդ, մեր պրոֆիլի հիվանդ չի, ասի այ քեզ հիվանդանում, ոնց թե, ասի մի հատ լավ առաջի մի օգնություն, ես մարդը բանը, վարվում է, ինչ է տեղ ունենում, չգիտենք, չէ ասում է, տարեք ուրիշ տեղ, ես որ ասեց, մեկ էլ մեջս մի բան արտնացավ, ասի հեր, եսի աշխարի բժիշկների բան չի, ես նշան էր, արի տուն ենք գնում, այդ վիճակով հորս վերցի տարատուն, աղոթելով գնացինք ընդ տնեցին, ասի եկեք միասին աղոթենք, մեր բժիշկը, թեև դիտմամբ չի արե, միամիտ արե, ողորմած է մեր տերը, աղոթեցինք, հրաշք, կարմրությունը, անցավ, արագ, թե ոնց, ինչ եղավ, ոչ մի հետևանք չթողեց։ Նայել էր ձևին, գույնին, դե ձեթ է էլի։ Բայց բովանդակությունը, բա մեջի եղածը։ Այտենց էլ մենք ենք, չէ հաճախ խաբվում, նայ մենք ձևին, ինչքան լավ, ինչքան նման է, նմանը քիչ է։ Հետո ինչ նման է, տանձու խնձորներ էլ նման, ուզում էի գնայ վերցնեի կծեի ես, երեխա էի։ Եղբայրներ քուրեր, իրոք, Աստված գին է վճարել, որ մեր բովանդակությունը, մեր կյանքը փոխի։ Եվ այդ փոխված կյանքից բխի արդեն, դրսևորվի արտաքին բոլոր այն ճիշտ ձևերը, պահվածքա, խոսելաձևա, վարմունքա, մտածելակերպանա, վերջը մարդկանց հետ փոխհարաբերությունները, ինչ որ կա, իրական խաղաղությունա, ուրախությունա, ցնծություն, սաղ այդ կյանքից պիտի բխի, ես ուրախություն ոնց սարքեմ, ես ինձ ոնց նստեմ խաղաղություն սարքեմ, բայց մինչդեռ Աստծո խոսքն ասում է, այդ խոսքի թագավորությունը, Աստծո թագավորությունը, այդ կյանքի ներկայությունը քո մեջ կբերի, քո ջանքով չէ, ինքը իր այությամբ այդպիսին է, կբերի արդարություն, խաղաղություն եւ ցնծություն, եւ դու կասես Տերես ինչ ուրա, դու կվայելես, չես կարա սարքես ոչ այդ խաղաղությունը, ոչ այդ ուրախությունը։ Փառք Տիրոջը, այս նույն գլխի 4 գլխի 7-րդ խոսքը շարունակությունն էր 6-ի, ասում է, արդ մենք այս գանձը հողի ամաններու մեջ ունենք։ Հողի աման, կավե աման։ Քիչ առաջ ասեցի, կավը ինչ կարա անի, բայց գանձը եկել է այդ կավի մեջ։ Չի խորշել մեզանից, ասել է, պատկերացնում եք Աստծո սերը, եկել է այդ խավարի մեջ։ Այդ գանձը ասում է հիմա մենք, որտեղ կավե ամանների մեջ ունենք, գանձը ով է, այդ լույսը, որ ծագել է, եկել է այս կավե ամանի մեջ, Աստծո հոգին, ինքը Տերը եկել է մեր մեջ, չէ,
Ինչու նպատակը, որպեսզի զորության առավելությունը, այսինքն այդտեղ արդեն զորություն ասելով ուժի, կարողության, անելիքների, ամեն առումով ինչ որ պիտի տեղի ունենա այդ բոլոր առավելությունները կատարելու առումով, փոխելու առումով, որտեղից լինի, ոչ թե մեզմե լինի, հապա աստուծմե լա, աստվածանից լինի, այդ զորությունը իրանից պիտի, այդ կյանքից պիտի բխի և անի, այն Աստծո հոգին շրջում էր և ամեն բան ցնցում իր տեղն էր բերում, օրհնյալ լինի Տիրոջ անունը, մեծ թեմա է, բայց չեմ ուզում շատ այդպես ծանրացնել երևի, բայց առանցքային այս խոսքը թող իրոք, իսկապես լսենք ու ասենք Տեր, իրոք իմ մոտ այդ հարցերը ճիշտ քո ուզած, նախատեսած հենց վիճակի մեջ են, ես իրոք այդ բովանդակությունը կամ ներսի կյանքը այդպես կարևորել եմ ու կարևորում եմ, այսինքն ես քեզ, դու եկել ես, բայց ես քեզ տեղ տվել եմ, որ դու իսկապես ապրես իմ մեջ, ասում անոնց մեջ պիտի ապրեմ և անոնց մեջ պիտի քայլեմ, որ ապրի կքայլի էլ, չէ, ու այդ հնարավոր չի, որ ապրի ու քայլի չերևա, որ այս մարդը չի, այս մարդը առաջ որ քայլում էր, սենց իր այդ տեսնում են, չէ, այս մարդը ինչ էր իր ապրած կյանքը, բայց որ Տերը քայլի մեկի մեջ, կերևա թե չէ, ոչ թե սարքած, նորից եմ ասում, այդ սարքելը կրոնն է, հիշեք, երբ որ կյանքը մենք արգելափակում ենք ու դրսից ու մեզ ձևացնում ենք, տեսք ենք տալիս, գունավորում ենք, շորեր ենք հագնում, կերպարանք ենք ընդունում, որը զզվելի ու ավելի զզվելի Աստծուն։ Դրա համար փառք Տիրոջը, եկեք երևի ոտքի կանգնենք, ավարտելով իմ խոսքս, ես ուզում եմ ամփոփեմ, էլի կարճ չէ, ոտքի վրա, այդ մեծ շանսը, այդ մեծ հնարավորությունը, որ Տերը քեզ ինձ տվել է, այդ վերա կերպարանավորման, ոտքի վրա ես օրինակ ասեմ, աղոթենք, դուք տեսել եք թրթուր, և տեսած կլինեք թիթեր, չէ, կներեք ասում, տեսած կլինեք, ինչ կապ ունի թիթերը թրթուրի հետ, թրթուրը որտեղ, թիթերը որտեղ, բայց արի ուտես, որ այդ թիթերը դուրս է եկել այդ թրթուրից, այն գունավոր, գեղեցիկ, թրչող էակը, այս սողացող թրթուրը, որ գնում ասենց, թարապես իրար հետ կապ չունի, բայց այդ թիթերը դուրս է եկել այդ թրթուրից, այդ մետամորֆոզա են ասում, վերաձևափոխումը, վերջը թարգմանաբար, վերակերպարանավորում է կոչվում, ով այդ օրենքը դրել, այդ թրթուրից թիթեր առաջանալու, նա, և ինչի է այս բնության մեջ բազում բաներ դրել մեր աչքի առաջ, որ մենք միտք առնենք, Տերը եկել է, որ կոպիտ ասած, քո այդ թրթուր կյանքից, թիթեր կյանք ստեղծի, բանով եմ, այլա բանորեն եմ ասում, որ իր կյանքը հայտնվի քո մեջ, այդ գեղեցիկ կյանք, աննկարագրելի, անհամեմատելի այդ մարդկային քո պարապ ու անձև այդ անդունդի հետ, ու Աստված երևա, Աստված փառավորվի, դու այն միջոցն ես, ես այն միջոցն եմ, լսում ես, այդ երանությունը, եկեք հասկանանք, այդ առանձնաշնորը, այդ պարգևը անսահման, Աստված, որ քեզ ինձ պարգևել է, ասել է, ես սոս ուզում եմ քո մեջ ապրեմ, և քո մեջ երևամ, ես քո միջից անեմ այն, ինչ որ ուզում եմ, քեզ վերակերպարանավորեմ իմ սրտի համեմատ, իմ ճաշակի համեմատ, իմ բոլոր չափումներով ինձ բավարարող էակ մարդ արարած սարքեմ, նոր մարդ, որի հետ ես ունեմ ծրագիր հավիտյան ապրելու, հավիտյան մենք միասին պիտի ապրենք, բայց մինչև դա ես քեզ պիտի լրիվ իմ ճաշակով դարձնեմ, և բովանդակությամբ, և ձևով, փառք Տիրոջը, ամեն։